Եթե Նիկոլ Փաշինյանը դատապարտեր օրինակ Արցախի մայր տաճարի նկատմամբ իրականացված վանդալիզմը, ես անշուշտ կհասկանայի նաև նրա հրապարակային անհամաձայնությունը կամ գնահատականը տված Թուրքիայի դրոշի այրման փաստին։ Բայց մի դեպքում գործ ունենք Բաքվի պետական մակարդակով իրականացրած վանդալիզմի հետ, որը Նիկոլ Փաշինյանը չի դատապարտում, ինչը նշանակում է արդեն խրախուսում, մյուս կողմից Հայաստանում մի քանի դիմադիր երիտասարդներ ակցիայի ժամանակ դրոշ են այրում եւ անմիջապես դա արժանանում է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, մյուսների կոշտ գնահատականներին։ Սա հասկանալի չի։ Այսինքն եթե դու բռնությունն ու ժխտողական ակցիաները դատապարտում ես, գոնե երկակի ստանդարտ մի կիրառել։ Դատապարտի նաև պետական մակարդակով Ադրբեջանում տեղի ունեցողը ռազմագերիներ պահելը, եկեղեցիներ եւ պատմամշակութային այլ արժեքներ ոչնչացել է եւ այլն եւ այլն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում լռում է կամ հրաժարվում է տեսնել ու դատապարտել, մյուս դեպքում դատապարտում է, կներեք ավելի շատ ինքը կոլաբորանտ իշխանության տպավորությունը թողնում։ Ես ինքս դրոշ արելու մշակույթը չեմ ընդունել, երբեք չեմ ընդունել, միշտ հրապարակավ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, կլինի դա պատերազմից առաջ թե հետո, բայց կրկնում եմ, սա մի քանի երիտասարդների նախաձեռնություն է կամ ակցիայի նախաձեռնություն է, այդ մարդիկ օժտված չեն պետական լիազորություններով, նրանց այդ քայլը չի կարող վերագրվել պետությանը եւ այլն եւ առնվազն ծիծաղելի է, որ մի դրոշ այրելը մասնավոր մարդկանց կողմից համարվի խաղաղության գործընթացի խոչընդոտ։